ուղղությամբ հեռախոսազրույց ունենան Ռուսաստանի նախագահի հետ եւ երեք ԿԲ վարչության նիստներ, որից հետո լրագրողների հարցերին պատասխանելով Ռուսաստանի նախագահը ինչ չի շնորհավորել, բայց այստեղ հարց է առաջանում, թե բա դեպքում ինքնում հետ է խոսում, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը չի ուզել չի շնորհավորել ըստ էության նաեւ ասում են Փաշինյանը եւ ԵԱՏՄ-ն կաթվածահար է եւ չի աշխատում, եթե հարցն արագ չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Գիտենք, որ հայկական կողմը հաղորդակցություն է տարածել հեռախոսազրույցից, որ քննարկվել են այս տնտեսական խնդիրները։ Մինչդեռ ռուսական կողմի տարածած հաղորդակցության մեջ հստակ է դրվել է հերթական պահանջը հանրաքվե իրականացրեք եւ որոշեք ԵԱՏՄ-ում եք թե ԵՄ-ում եք։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Իրականում ոչ թե ԵԱՏՄ-ն է այսօր կաթվածահար վիճակում, այլ Հայաստանի տնտեսությունը, գյուղատնտեսությունը իր բոլոր ճյուղերով։ Կաթվածահար է այսօր բանջարեղենի արտահանումը, պայմանավորված բանջարեղենի արտահանմամբ բերքը մնացել է դաշտերում փչանում է, մարդիկ չգիտեն ինչ անեն, խոշոր տնտեսվարողները պոմիդոր, բիբար, որևէ կերպ մի գրամ, ինչ այս պահը չեն կարողացել արտահանել, կաթվածահար է ձկնաբուծության ոլորտը, ես գիտեմ արդեն մի շարք ձկնաբույծների, ովքեր դադարեցրել են իրենց ձկներին կերակրելը, որովհետև մարդիկ միլիոնների վարկեր են վերցրել եւ այս պահին իրապես կաթվածահար վիճակում է նաև այդ ոլորտը։ Եթե ԵԱՏՄ-ն կաթվածահար իրավիճակում է, ապա ինձ հետաքրքիր հարց է առաջանում, այդ կաթվածահար կառույցում ինչու է զանգահարել, խնդրում, որ Ռուսաստանը աջակցի այդ կառույցի միջոցով մեր ապրանքների շրջանառությունը, արտահանումը նորից կազմակերպվի։ Տարօրինակ է, չէ՞, կաթվածահար կառույցի հետ կապված ինչ խնդրանք ունենք, հայկական կողմը ինչ խնդրանք ունի։ Իրականում ես անձամբ ինքս դեմ չեմ շուկաների դիվերսիֆիկացմանը, սակայն շուկաների դիվերսիֆիկացումը կարող է լինել մի պարագայում, երբ որ դու 8 տարի իշխանության ես, 8 տարվա ընթացքում դու այս իշխանությունը մեկ շուկա չի գտել հայկական արտադրանքը արտահանելու համար։ Կային այն շուկաները, որոնք կային, եւ այնտեղ որևէ շրջանառություն, առևտրաշրջանառություն գրեթե չի ավելացել, հիմա դու փակում ես այն կայուն շուկան, որը տասնամյակներով ձևավորվել էր եւ ձևավորվել էր ինչպես կառավարության, այնպես էլ արտադրողների համար ջանքերով։ Օրերս ես ձկնաբույծներից մեկի հետ խոսում էի, շատ հետաքրքիր օրինակ բերեց, որ ինքը 4-5 տարի արկղերով ձուկը տարել է Ռուսաստանի Դաշնություն դեռ 20 տարի առաջ։ Ռուսաստանի բնակչությանը սովորեցրել է հայկական իշխանի որակը, հայկական իշխանի առավելությունները, այսինքն հենց այնպես Ռուսաստանի շուկան չդարձավ հայկական ապրանքների արտահանման բարեկեցիկ միջավայր։ Դրա համար աշխատանք է տարվել թե պետական, թե մասնավոր սեկտորի կողմից տասնամյակներով։ Հիմա այս իշխանությունը որոշեց մի զարկով փակել այդ շուկան, Եվրոմիությունն էլ դե հայկական ապրանքների միակ եւ ամենախոշոր շուկան էր, ինչու ոչ, նաև ոչ դուք 7-6 միլիարդի շրջանառություն էր տեղի ունենում, նաև հարկեր էր գալիս, հիմա ամենախոշոր հարկատուները, օրինակ Սպայկա ընկերությունը, ձկնարտադրողները, ամենախոշոր արտադրողները ջերմոցային տնտեսություններից սկսած, այսօր հայտնվել են շատ վատ վիճակում, ոչ կարողանում են արտահանել, իսկ բանկերն էլ ռիսկային գոտի են համարում, կարմիր գիծ է բանկերի համար այսօր խորտակվող այդ տնտեսություններին նորից վարկավորել։ Ուղղակի բանկերը հրաժարվում են, ես դա հստակ տեղեկատվություն եմ ասում, բանկերը հրաժարվում են եւ չեն ուզում վարկավորում իրականացնել, որովհետեւ գիտեն
եթե այսօր իրենք վարկավորում իրականացրեցին օրինակ լոլիկի արտադրությամբ զբաղվող ջերմոցային տնտեսությանը, բիբարի արտադրությամբ զբաղվող ջերմոցային տնտեսությանը, միևնույն է իրենք իրենց բերքը չեն կարողանա արտահանել։ Ասեմ ավելին, գիտեմ, որ մեկ բեռ հասել է Պարսկաստան, մոտ մի 20 օր, 15 օր առաջ մի բեռնատար բիբարով բարձված հասել է Պարսկաստան, հայտնվել է կրակոցների տակ, մեկ շաբաթ բեռը մնացել է այնտեղ, ինչ-ինչ պայմանավորվածության արդյունքում բեռը բարձվել է պարսկական ֆուռ, այդ ֆուռով պիտի հասնի Ուզբեկստան, Ուզբեկստանից պարսկական բիբարի անվան տակ հասնի Ռուսաստանի Դաշնություն, այս սա է Նիկոլ Փաշինյանի վարած տնտեսական, քաղաքական ռազմավարությունը։ Հիշում ենք ընտրություններից առաջ ինչ տեսակի կուտ կար կախեց ընտրողի ականջից, հենց Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ առաջին այցս Ռուսաստան, առաջին քայլը Ռուսաստան, ես այո, շուտով կգնամ եւ այլն, մենք տեսանք առաջին այցը Եկատերինբուրգում էր Միշուստինի հետ, դա խայտարակ հանդիպում էր, դա մեր արժանապատվությունը անգամ վիրավորվեց, ես կարծում եմ յուրաքանչյուր հայ արժանապատվությունը վիրավորվեց, տեսնելով այնտեղ ինչ ընդունելություն, ինչ հանդիպում եւ ընդհանրապես ինչի արժանացավ երկրի ղեկավարը, այսպես ասած, եւ երկրորդ դու զանգահարում ես, խնդրում ես եւ Ռուսաստանի Դաշնությունից Պեսկովը շատ հստակ ասաց, որ մենք Հայաստանին ասել ենք անցկացրեք հանրաքվե, հասկանանք դուք գնում եք Եվրոպա, մենք ձեզ չենք ֆինանսավորելու, որովհետև Եվրոպայի գնալու ճանապարհը մենք չէ որ պիտի ֆինանսավորենք, այլ նույն Եվրոպան պիտի ֆինանսավորի, եթե չեք գնում, հասկանանք ԵԱՏՄ-ի հետ մեր հարաբերությունները։ Ստացվում է, որ այսօր Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, այդքան խոսվում էր ինքնիշխան պետություն, պահել, մեր ինքնիշխանությունը, պահել, մենք չենք գնադառնանք, մենք չենք գնադադել, սրանք ամենամեծ կոշիկ լիզողներն են դրա մասին, բազմիցս ասել եմ, կոտորվեցին Ադրբեջանի եւ Թուրքիայի կոշիկները լիզելով, ստացվում է, որ այսքան ինքնիշխանության մասին քարտեզը իրենց կրծքին խփած վազեցին, 3-4 ամիս աչ ու ձախ վազեցին եւ հիմա այս ինքնիշխան պետությանը հարկադրում են երկու հանրաքվե անցկացնել։ Աշխարհում չկա որևէ պետություն, որտեղ դրսի այլ պետություններ հարկադրեն, պարտադրեն եւ ասեն գնացեք հանրաքվե անցկացրեք։ Մեկ հանրաքվեն Ռուսաստանն է պարտադրում, Եվրոպա թե Ռուսաստան, պիտի հանրաքվեով դա որոշենք, որպեսզի մեր ապրանքների դիմաց իրենց դարպասները բացեն եւ երկրորդ հանրաքվեն, որ Ալիևն է պարտադրում, ասելով սահմանադրության նոր հանրաքվե պիտի անեք, փոխեք, դուք չունեք անկախություն, դուք չկաք, էլի, այսպիսի մի տերմինոլոգիա, դուք չկաք, բերեք մի սահմանադրություն դաշտ, որում շատ պարզ երևա, որ դուք ոչնչություն եք։ Հիմա երկու հանրաքվե այս ինքնիշխան իշխանավորներին պարտադրում են երկու պետություններ։ Երկուսն է շատ կարևոր հանգամանքով։ Մեկը ասում է քո տնտեսությանը պատերազմ չեմ հայտարարի, մյուսը ասում է քո երկրին պատերազմ չեմ հայտարարի։ Այսինքն մենք կանգնած ենք տնտեսական եւ անվտանգային երկու պատերազմի առաջ, ինչի համար, որովհետև Նիկոլ Փաշինյանը որոշեց խաբել հայ ժողովրդին։ Ուղղակի խաբեց։ Ինչ էր ասում, ինքնիշխանություն, ֆորպոստ չենք, չգիտես ինչ չենք, եւ ցույց տվեք, եթե կան քաղաքագետներ, վերլուծաբաներ, նույն ԿՊ-ում, ցույց տվեք մեկ այլ երկիր, որին երկու պետություն հարկադրում է հանրաքվե անցկացնել։ Ասում է, բա գիտեք, ես որ զանգահարել էի Ռուսաստան, բա Պուտինը ում հետ էր խոսում։ Պուտինը մինչև ամսի 3-ը, օգոստոսի 3-ը խոսում է 21 թվականին ընտրված Նիկոլ Փաշինյանի հետ։ Օգոստոսի 3-ից հետո Նիկոլ Փաշինյանը
համարվում է Հայաստանում իշխանությունը զավթած իշխանավոր։ Խայտարակ ձևով ամենամեծ խայտարակությունը, որ տեղի է ունեցել մեր ընտրական process-ներում, դա 26 թվականի ընտրությունն է։ Փաստացի Նիկոլ Փաշինյանը գողացավ ԲՀԿ-ի մանդատները, գողացավ բառիս ամենաուղիղ իմաստով։ Նիկոլ Փաշինյանը խաբեց ընտրողներին, տալով 10,000 դրամ ընտրակաշարք եւ ուր գնում էր, բոլորս լավ հիշում ենք, ասում էր, օգտվում եք անվճար ապահովագրությունից, առողջապահական ապահովագրությունը լավն է, օգտվում եք, այն որ ասում է, հա, ոնց էր համը իմ ձաքի, այ նույն Նիկոլ Փաշինյանն է իրականացնում, անվճար ապահովագրությամբ խաբեց հայ ժողովրդին 2 ամիս, ես միշտ ասել եմ բյուջեում, ֆինանսների նախարարը միակ ազնիվ մարդը, որ Փաշինյանի թիմում գտնվել է, դա եղել է իր ֆինանսների նախարարը, որ չի տրվել այդ սադրանքի եւ բացահայտ ասել է, որ Նիկոլ Փաշինյան այդ փողի աղբյուրը չկա։ Հիմա մենք կանգնած ենք կոտրած տաշտակի առաջ, որովհետև եւ ընտրողը, եւ չընտրողը, եւ թոշակառուն, եւ մինչեւ 18 տարին լրացած անչափահասը հասկացան, որ Նիկոլ Փաշինյանը ֆոկուսնիկի նման խաբեց հայ ժողովրդին, միտեղ կեղծ առողջապահական ապահովագրություն խոստացավ 1-2 ամսով, միտեղ կեղծ ընտրաթոշակ խոստացավ 1-2 ամսով, որովհետև այն պահից, երբ որ Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց 10,000 դրամով թոշակը, ռեկորդային աննկարագրելի գների բարձրացում նկատվեցին բոլոր ոլորտներում, չկա մի ոլորտ, որտեղ գնաճ չկա։ Խայտարակ գները, ասում էր, առաջին անգամ դուք տեսնում եք այսպիսի թոշակ, առաջին անգամ, այն ամենաթունավոր ձեթը, քո սիրելի սիթիներում, կամ քո եղբայր լֆիկ Սամվել Ալեքսանյանի սիթիներում, վաճառվում է 1000 դրամ, ամենավտանգավոր ձեթը մարդու առողջության համար։ Այդ ձեթը տարիներ առաջ 250-300 դրամ էր նույն այդ սիթիներում, այն ժամանակ սիթիներ չէր, լուսաստղ ու չգիտես ինչեր էին, նույն այդ ձեթը այդ գնին էր, կարաքը 200-300 դրամ էր, հիմա 4-5 հազար դրամով կարակ մարդիկ չեն, ձուն, տեղական արտադրանքի ձուն 100 դրամ է, ամառվա այս շոքին տեղական ձուն 100 դրամ է, 10,000 դրամ թոշակ եմ, գլխների տակ է 10,000 դրամ թոշակը, այ քիչ առաջ այստեղ նստելուց կարդացի, որ պետական բյուջեի պահուստային ֆոնդից 178 միլիոն դրամ վարչաֆեստին գումար է հատկացվում, Նիկոլ Փաշինյանին ընտրած սիրելի տատիկ պապիկներ ծապ տվեք, 178 միլիոն դրամ ձեր բոլորի հաշվին, ձեր բոլորի կաշին քերտելով վարչաֆեստ են անելու, պարելու են, երգելու են, ուրախանալու են, ցվրվելու են իրենց տներով, ծապ տվեք, լավ եք արել, 24 միլիոն, որ Փաշինյանը դուրս գա, հեծանվային արշավ իրականացնի, լավ զգա իրեն, Երևան քաղաքը նորից հայտնվի խցանումների մեջ, մի 100-200 ոստիկան պիպ փակեն բոլորի ճանապարհները եւ Նիկոլ Փաշինյանը գոհու երջանիկ գնա իր տուն։ Դուք ծապ տվեք, որովհետեւ դուք դեռ 10,000 դրամ ավել թոշակ կարողանում եք ստանալ։ Ես շատ հետաքրքիր է ինձ, որ որևէ մեկը կտեսնի Նիկոլ Փաշինյանին, մի հատ 10,000 դրամ տվեք, ասեք գնացեք մի ամիս 40,000։ Ես որ հանդիպեմ անպայման կտամ։ Չէ, Ես որ հանդիպեմ իմ մայրիկի թոշակի չափով 40,000 դրամ, 41,000 դրամ, կտամ իրեն ու կասեմ գնա մեկ ամիս յոլա գնա, մայրիկս էլ որտեղ քեզ տեսնի, ասի առաջին անգամ դու տենց բարձր թոշակ ես ստանում։ Դե մենք իրականում, մենք մեր ձեռքով քանդեցինք մեր պետության հիմքերը, մեր տնտեսության հիմքերը, խարխլեցինք ամեն ինչ, Եվ հիմա ինչ ունենք անելու, քննադատենք, 5 տարի քննադատում ենք, մենք մեր
մեկ սխալ քայլով ամրացրեցինք այս իշխանության հիմքերը։ Մի քայլ է պետք, որպեսզի այս իշխանության աթոռը երերա։ Եվ այդ քայլը կարող են անել տնտեսվարողները, որոնց Նիկոլ Փաշինյանը իր ոչ ողջամիտ քաղաքականությամբ պատերազմ է հայտարարել։ Մեկ քայլ կարող են անել տնտեսվարողները, եւ այդ քայլը պետք է լինի համախմբված, միասնական, ոչ թե լոլիկ արտադրողը այստեղ ճանապարհ փակի, բիբար արտադրողը գնա կրակի տակ հայտնվի, ձուկ արտադրողը առանցին մտածի ինչ անի, ձկանը չկերակրի, չգիտեմ, կերաս արտադրողը մտածի ոնց անի բերի, ծաղիկ արտադրողը ասի դե լավ Եվրոպան դարձել է սիթի ու զով կլցնենք այս տարի, հեսա սուբսիդիան կտա երևի յոլակը գնա։ Բոլոր տնտեսվարողների ուշքն ու միտքը կառավարության կողմից տրվող սուբսիդիան է, չի լինելու այդ սուբսիդիան, որովհետև Եվրոպան այդ գումարը Նիկոլ Փաշինյանին չի տալու, որևէ պարագայում չի տալու։ Եթե մենք փորձում ենք գնալ Եվրոպա, մենք պետք է երկար տքնաջան աշխատանք տանեինք։ Եվս 4-5 տարի, գուցե 10 տարի համբերեինք, մինչև ամբողջ աշխարհում կունենայինք մեր շուկան, թող մեզ խնդրեին Ռուսաստանից, ասեին ձեր լոլիկը բերեք մեր երկիր, բայց հիմա մենք անխոհեմ մեր քայլերով փակել ենք բոլոր ճանապարհները, փակ երկիր ենք դարձել, փակ երկիր։ Արտադրում ենք, լցնում ենք եւ այսօր գալուց ես տեսնում եմ, որ օրինակ Տիգրան Ավինյանը հրահանգել է իր այդ տեսուչներին, դե այս իշխանությունը միայն մեկ բան է լավանում, քերթել մարդկանց կաշիները, բոլոր առումներով։ Հիմա վաղ առավոտից տեսնում եմ տեսանյութեր, որ այդ աշխատողներին լցրել է փողոցներ, միայն Մալաթիա Սեբաստիա համայնքից 8 տոննա միրգ ու բանջարեղեն են առգրավել։ Ինձ համար սա անհասկանալի է, մարդկանց ապրանքը փող են տվել, առել են, դրել վաճառում են։ Ուզում եմ հարցնեմ Տիգրան Ավինյան, դու փողոցները այնքան կարգի ես բերել, այնքան ամեն ինչ մաքուր, կոկի, կահավորած փողոցներ ունես, որ այդ մարդկանց լոլիկն ու պամիդորներ խանգարում քո փողոցների տեսքին։ Նորից քեզ հրավիրում եմ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան։ Այսօր, վաղը չէ մյուս օրը, ժամանակ գտի Երևան City-ի մոտ։ Ամեն օր ժամը 3-ին գնամ կանգնեմ այդ Ռաֆու փողոցի վրա։ Եկ հանդիպենք, շրջենք Մալաթիա Սեբաստիա համայնքով։ Շրջենք ու այդ խայտարակությունը ես քեզ ցույց տամ ու տեսնեմ ինչով է պայմանավորված ձեր այս թալանը։ Ինչի եք մարդկանց թալանում։ Ուրեմն այդ որտեղից որ թալանել եք այդ ապրանքը, ուղիղ փողոցի դիմաց մանկական խաղահրապարակում այսպես խողովակ է, որի միջով երեխաները անցնում են սղալով։ Ուղիղ ամիս ու կես է խողովակի վերևի հատվածը կոտրվել է, եւ ոչ դու, ոչ քո թաղապետ Կատվալյան Սաշը, ոչ դրանից առաջ այդ Ռոմիկ էր, չգիտեմ ինչ էր այն Արամ Սարգսյանի կուսակից թաղը, որևէ մեկի մտքով չի անցնում, որ այդ կոտրված հատվածը վերանորոգի։ 2-3 օր առաջ եմ նորից անցել։ Դուք մանկասպանությամբ եք հիմա զբաղված, որովհետև եթե որևէ երեխա դա չնկատի, այդ խաղահրապարակով բարձրանա փորձի իջնել, այդ բարձրությունից գահավիժելու է ցած, ինչպես որ եղավ այն երեխայի դեպքում, որ այդտեղից կոտրվեց ու այդ երեխան ցած ընկավ։ Մանկասպանությամբ եք զբաղված։ Փոխարենը դա կարգի հրավիրեք, փոխարենը այդ փողոցները մաքրեք, փոխարենը փոշուց ու կեղտից մեզ ազատեք, հանել լցրել եք ասում եք տարը, ասենք ուր տանեն, Տիգրան Ավինյան, քանի կիլոգրամը քո սառնարանում տեղ կանի, ուր եք տանում այդ բանջարեղենը մարդկանց, դու գանում եք, չեք թույլատրում, դու գանեք ողջամիտ 10,000 դրամ, թող մարդիկ հավաքվեն գնան, կամ այդ հասկանան ամեն օրվա 10,000 դրամը, դա շուկայի գումարն է, մտցնել շուկա վաճառեն, ձեզ ով է թույլ տվել 8 տոննա թալանել մարդկանց առած բանջարեղեն ու միրգը։ Գանք մյուս հարցերին, Տիկին Ստեփանյան,
Նիկոլ Փաշինյանի ըստ էության լավ երեխաների մայրը Աննա Հակոբյանը վերջերս խոսում էր, որ երբ սկսել է ընտանեկան բռնությունից խոսալ, իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում, միանգամից դատախազությունը ընթացք տվեց այս հայտարարություններին, եւ իհարկե բոլորը հիշեցնում են։ Իսկ ինչու չի խոսում այն մասին, ինչպես սևազգեստ մայրերին եռաբլուրից քաշ տալով, ոտք ու ձեռք անելով, ուղակի հազար ներողություն, բայց հենց այդպես էր դուրս էին շպրտում իրենց զավակների գերեզմանից, երբ մայրեր ուղակի պահանջում են, որ իշխանությունը իդեմս Փաշինյանի չմոտենան իրենց զավակների գերեզմանին։ Ինչու չեն խոսում, երբ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բղավում ու սպառնալիքներ էր հնչեցնում անվանի մանկաբարձի դեմքին եւ հետագայում պարզ դարձավ նաեւ, որ մանկաբարձը աշխատանքից ազատվել է։ Ինչու չեն խոսում, երբ մետրոյում հարձակվեց այն կնոջ վրա, ով իր անչափահաս երեխայի հետ էր եւ ազատամարտիկի դուստր էր նա դրա մասին։ Խնդրեմ այս ամենի հետ կապված եւ ամենակարևորը, ինչու չեն խոսում այն մասին, որ ինչու չի խոսում Աննա Հակոբյանը այն մասին, որ Արեգնազ Մանուկյանը սարսափելի պայմաններում այսօր կալանավորված է զրկված լինելով իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից։ Նախ ես իմ զորակցությունն ու աջակցությունն եմ հայտնում Արեգնազ Մանուկյանին, որի հետ 8 տարի աշխատել եմ, մենք միասին նույն կոլեկտիվում աշխատել ենք, խելացի, կիրթ, լավ մայր, լավ կին, լավ դուստր, լավ գործընկեր է Արեգնազ Մանուկյանը եւ ուղղակի Նիկոլ Փաշինյանը քինախնդրությամբ է այսօր զբաղված բոլոր ընդդիմադիր գործիչների նկատմամբ Արեգնազ Մանուկյանի ես չգիտեմ, եթե մենք հիմա հաշվենք, այդպիսին մոտ 130-140 մարդ կլինի, որոնց նկատմամբ այսօր զուտ քինախնդրությունն է գործում, իսկ ինչ է Գագիկ Ծառուկյանին, որ այդպես տապալեցին իր 93-ամյա մոր աչքերի առաջ, դա խոշտանգում չէր, Ռոզա Ծառուկյանի հանդեպ դա խոշտանգում չէր, իհարկե դա խոշտանգում էր։ Վերադառնանք ծնողներին։ Ուրեմն մեր զոհված զինծառայողների ծնողները, պատերազմում որդիներ կորցրած, հարազատներ կորցրածների ծնողները, անհետ կորածների ծնողները, արտաշիրիմում պահանջողների ծնողները ամեն օր 24 ժամյա ռեժիմով 20 թվականից ի վեր խոշտանգվում է Աննա Հակոբյանի ամուսին Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այդ մարդիկ Նիկոլ Փաշինյանի վարած վատ քաղաքականության հետևանքով գիշեր ու զոր բարոյական հոգեբանական խոշտանգման են ենթարկվում։ Եթե որևէ մեկը կգտնվի ինձ կասի, որ դա սուտ է, ես իրեն կասեմ գնացեք, մեկ օր գիշերեք տիկին Նադիայի տանը, տեսեք թե ինչ ապրումներով է այդ կինը լուսացնում իր գիշերը։ Գնացեք մեկ օր Արմինեի, Նարինեի, Ազատի, չգիտեմ, Արսենի գնացեք այդ ընտանիքներում Արեգայի, որի անունը տամ, որին ասեմ, որինը թողնեմ։ Հարյուրավորներն են։ Գնացեք, փորձեք իրենց հետ գիշեր անցկացնել։ Դուք տեսեք այդ մարդիկ քուն ու դադար ունեն։ Գնացեք, տեսեք այդ մարդիկ քուն ու դադար ունեն, դուք այդ մարդկանց ինչ կյանք եք տվել։ Դրանից մեծ խոշտանգում, որի մասին ես բազմիցս խոսել եմ, դրանից մեծ խոշտանգում, կյանքի հոգեբանության խոշտանգում ավելի մեծ լինել չի կարող։ Դուք պատկերացնում եք, մարդը թողել է իր որդու շիրիմը առանց պատշաճ ուղարկավորելու, թողել է այնտեղ թուրք ասկյարի ոտքի տակ եկել է ու այստեղ սրանք խաղաղություն, այսպես սրտիկ, պրտիկ, գրտիկ, չգիտես ինչ խաղաղություն ու այս մարդիկ ասում են դե գնանք բերենք մեր շիրիմները, մենք էլ քրիստոնյային վայել ապրենք, խնկարկենք, արտասվենք, ծաղիկներ խոնարենք, դե գնանք բերենք նավթը, զիբիլը, զրթը, փրթը, բերում ես Բաքվից ստեղ թանկ ու կրակ լցնում ես շուկան։ Գնանք մարդավարի բերենք այդ աճուները,
Գնանք բերենք մարդիկ ուղարկավորեն։ Գնանք որոնողական աշխատանքներ սկսենք Բաքվի բերթերում, չգիտեմ, ամենուր, գնանք գտնենք մեր անհետ կորածներին։ Դրանից մեծ խոշտանգում, որ իրականացնում է Աննա Հակոբյանի ամուսինը, ավելի մեծ խոշտանգման մեր մայրերը, մեր կանայք երբևէ չեն ենթարկվել։ Դա իմ համար, այ հիմա ասում եմ Աննա Հակոբյան, եկեք պայքարենք այդ խոշտանգման դեմ։ Եկեք միասին, այո, եկեք միասին, կծվեք ինձ, պայքարենք այդ խոշտանգման դեմ։ Դուք ամենամոտն եք ձեր ամուսնուն, ասեք ինչու չեք գնում այդ աճյուները Արտաշիրի մոմանում բերում այստեղ ուղարկավորում, ինչու դա չեք կազմակերպում, դիմում եմ ձեզ, ամենամեծ խոշտանգումը, որ իրականացվում է այսօր հայ կնոջ, հայ մոր նկատմամբ, դա է, որ մարդը մայրը գիշերը գլուխը դնում է բարձին ու մտածում որտեղ է իր որդին, որտեղ է խոշտանգվում, ինչ է կատարվում իր որդու հետ, խոսքս անհետ կորածների մայրերի մասին է։ Աննա Հակոբյան, քեզանից մոտ ոչ մեկ չի Նիկոլ Փաշինյանի հետ, մի հատ ասա ինչու ես խոշտանգում այդ մայրերին, ինչու ես ամեն օր վաղ առավոտից խոշտանգում 24 ժամյա ռեժիմով, քանի տարի դու խոշտանգում ես այդ մայրերին։ Պատերազմում անհետ կորածների, Պայթյունից անհետ կորածների, բռնի առևանգվածների, Արտաշիրիմում պահանջողների, էլ չեմ ասում հազարավոր որդեկորույս մայրերին, ինչի է խոշտանգում ձեր ամուսինը բարոյական եւ հոգեբանական առումներով։ Ինչու է խոշտանգում։ Եթե ուզում ենք խոսել կնոջ խոշտանգումից, մենք պետք է սկսենք հենց այս կետից։ Եթե այս կետից չենք սկսում, նշանակում է դրա տակ ես ինչ-որ սև բաներ եմ տեսնում, մութ, սև գործեր եմ տեսնում։ Եվ այս ամենին զուգահեռ ասում են խաղաղություն, բայց բանակում մահերը շարունակվում են, խնդրեմ։ Երեք մենք նորից լուր ստացանք, որ Պապիկյանը վերանշանակվի պաշտպանության նախարար։ Ես ասեմ, որ Պապիկյանը այն նախարարը չէր, որ պետք է նշանակվեր կամ վերանշանակվեր, որովհետև մենք էլ ահազանգերի ենք տիրապետում, մենք էլ գիտենք ինչ է կատարվում բանակում, ցավոք, այո, նույնիսկ այդ բարոյահոգեբանական, ես շատ խոսեցի քիչ առաջ բարոյահոգեբանական խոշտանգումից, բարոյահոգեբանական վիճակը բանակում պատշաճ մակարդակի չի բերվում եւ քիչ չի բերվում, նույնիսկ պատշաճ տվյալ ընտանիքին մոտեցում չի դրսևորվում։ Գիտեք, խնդիրը այն չէ, որ Սուրեն Պապիկյանը պիտի Facebook-յան էջում ցավակցություն գրի։ Խնդիրը դա չէ։ Խնդիրը այն է, որ մենք տարանք այդ երեխայի, տղայի, 18 տարեկան տղայի գլուխը կերանք ու գնացինք հանգիստ մեր վարչաֆեստիվալներին, հեծանիվներին, փառատոներին ու չգիտես ինչին։ Թող ցույց տա Սուրեն Պապիկյանը, նույն Նիկոլ Փաշինյանը, քանի զինվորի, այդպես սպանված զինվորի ընտանիքի իրենք որևէ անգամ բացել են այդ մարդկանց դուռը, նույնիսկ իրենց քաղաքապետերը չեն այցելում, գյուղապետերը չեն այցելում, գյուղը դեռ մի քիչ իր այդ վարք ու բարքով ուրիշ է, որևէ չինովնիկ չի տանում, հուղարկավորում են, գալիս մնում են իրենց ցավի հետ մենակ։ Սա քիչ առաջ ես խոսում էի բարոյական հոգեբանական խոշտանգումից, դու տանում ես 18 տարի մարդը որդուն մեծացրել է, ես կառաջարկեմ օրինակ ֆորս մաժորային պայմանագրեր լինեն, օրինակ Աստված մի արասե, եթե տվյալ ընտանիքի որդու կյանքը խլվում է, ինչ պետք է անի պետությունը, ընդհանրապես պետությունը ինչ պետք է անի այդ ընտանիքի հետ, խոսքը ձեր տված այդ 10 միլիոն շպրտած գումարի մասին չէ, ոչ, խոսքը դրա մասին չէ, պետությունը բարոյական, հոգեբանական եւ ֆինանսական, այո, ինչ պատասխանատվություն պետք է ստանձնի տվյալ ընտանիքի հանդեպ, երբ որ իրենք իմանան, կամ ամեն այդպիսի զոհից հետո պարտադիր պետք է պաշտոնանկություն տեղի ունենա, ամենագլխավոր պատասխանատուի պաշտոնանկություն պիտի տեղի ունենա։
Եթե դա չի լինում, նշանակում է բանակում կլինեն եւ զոհեր, եւ ինչու ոչ միայն բանակում, հիվանդանոցներում, առողջ մարդուն հիվանդանոց է ստանում, ասում են ռեանիմացիայից եկեք տարանք այնտեղ, եկեք բերեք։ Ընդհանրապես բոլոր ոլորտներում վերանայման խնդիր կա։ Վերանայողը չի կարող լինել ԿՊ-ն։ Ես մի անգամ ասել եմ Հովիկ Աբրահամյանի վարչապետության տարիներին Հովիկ Աբրահամյանը ստեղծեց հակակոռուպցիոն մարմին, որը ղեկավարում էր հենց ինքը։ Դուք պատկերացնում եք, ոնց որ մարդասպանը այնպես անի, որ ինքը մարդասպանությամբ չզբաղվի, դե չի լինի, չէ՞։ Գործողանձը հենց ինքն է։ Հիմա մենք ասում ենք, մենք պետք է ամեն հարցում լինենք հետևողական։ Հասարակական սեկտորը պետք է համախմբվի։ Ես ինքս էլ ունեմ հասարակական կազմակերպություն, առաջարկում եմ համախմբվենք, բոլոր հարցերում վերանայենք մեր գործողությունները, ինչու միայն ասենք այս անհետ կորազը, չէ՞ որ երեկվա այդ Նարեկի ընտանիքը ավարտվեց, այդ ընտանիքում ամեն ինչ ավարտվեց, ամեն մեկը իրենց գործին են, ուրախ զվարթ, բաժակներ են չխկացնում, դու էլ նշանակվեցիր, դու էլ նորից նախարար ես, իսկ ինչ կանի Նարեկի մայրը, ինչ կանի մյուս Արմանի մայրը, ինչ կանեն մեր մյուս տղաների մայրերը։ Դրա համար պետք է մենք փորձենք հասարակական սեկտորը ակտիվանա եւ թույլ չտա, որ այս իշխանությունը թալանի, քերթի կաշին, իրենց փողերը լեցուն այսպես ծովի մեջ խեղդվեն, դե դու թոշակառու 10,000-ով, գործազուրկ Նիկոլ Փաշինյան, դու մի այսպես քո այդ հոգուն հագուրտ տալու համար հազարավոր աշխատատեղեր փակեցիր։ Այնքան որ վրեժդ լուծես, հազարավոր աշխատատեղեր ես փակել։ Հիմա էլ ասում են 14 րոպե լսումներ եղավ, հեծը հիմա դրված է պետական խայտառակություն։ Հեծը դրված է թալանի, Արարատ ցեմենտը դրված է թալանի, եկել եք եւ տնտեսության վերաբաշխում եք իրականացնում։ Բայց այս տնտեսության հերն էլ անիծեցիք, տնտեսություն թողեցիք, որ այդ վերաբաշխումն էլ իրականացնեք։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ ես։